Teriden alamakaren Hıhtik megav cezru kahken Ախր գիտեք ինչքան խոսքեր, որոնք որ եթե ասես, իրենք կարող են նաև սխալ ընկալվել, ես կփորձեմ դա բացատրել։ Ես կարող եմ ասել, որ հպարտ եմ, որ ընկերս ուժեղ է, հպարտ եմ, որ ընկերս իր արածի չափաբաժինը զգում է, այդ ցավը զգում է, այդ ցավը տանում է ու ինքն իրան պատժում է, դա շատ կարևոր է, ինքնամաքրման այդ շրջանը իրեն մեջ շատ արտահայտիչ է ու դա շատ կարևոր է, Վարդանը երբեք այն մարդը չի, որ հիմա ամեն ինչ թողի ու զբաղվի իրենով, որ ինչ է իր հետ լինելու վաղը, 4 կողմը ավելի շատ անհանգստացած մարդիկ կան, քան հենց ինքը Վարդանը։ Դրանում էր, եթե որպես ընկեր ասենք կհասկանան ինչ է ես ուզում ասելով։ Պնդություն չեմ ցանկանում ինքը պինդ մարդա տեղից Վարդանը։ Պետք է մարդ լինի պինդ, որպեսզի կարողանա նաև բեմում անել ինչ որ ինքը անում է։ Պետք է լինի պինդ, որպեսզի անկախ իր մտածելակերպից, անկախ իր որևիցե վերաբերմունքից երբեք չկտրվի իր երկրից։ Իսկ Վարդանը այն մարդն է, որը չի կտրվել, չի կտրվում ու երբեք չի կտրվի Հայաստանից, որովհետև ամենօրյա իմ առօրյայով է ինքը ապրում, անգամ եթե այն ժամանակահատված, երբ ինքը լինում է մեզանից շատ հեռու Փարիզում։ Միևնույն է, ինքը տեղյակ է, ինչ է այսօր կամ այս ժամին կատարվում է այստեղ Երևանում։ Ամենամեծ ցանկությունը շատ կուզենամ իրեն տեսնել բեմում։ Այ մարդ, ես մտածում եմ, ինչքան կարելի է այսպես ապրել ու պատմությունից դասեր չքաղել։ Եթե կան սկզբից իհարկե այսօր բեմում Վարդան Պետրոսյանի տեղը երևում է ու շատ է երևում, որովհետև Վարդանը կարողացավ մեզ մոտ բեմում գրավել այն հատվածը, որը մեզ մոտ մեծամասնությամբ դատարկ էր։ Այսինքն թատրոնի ինքը որդեգրել էր այն ձևը, որը Հայաստանում շատ վաղուց չկա։ Եթե եղել է, այդ տիպի չի եղել։ Այդ մեկը, երկրորդը իր կարողություններով, ինչ խոսք Վարդանը այսօր առաջատարներից մեկն է ու ես վստահ եմ, որ անելիքներ դեռ շատ ունի առջևում ու ուզում եմ հույս ունենալ, թե չէ իմ մեջ անգամ վստահություն, որ մենք Վարդանին տեսնել ենք բեմում։ Ես պատկերացնում եմ ինչ ծանր նախ եւ առաջ իրեն համար, որովհետեւ այսօրվա իրեն հոգեվիճակը այն ինչ որ Վարդանը զգում է վթարից հետո Աստված ոչ մեկին իսկապես չեմ ցանկանա։ Թերևս այն երիտասարդները, որոնց կորցրեցինք, ինչ խոսք նրանց ծնողները, որոնց չգիտեմ անգամ չկան երևի աշխարհում այդպիսի խոսքեր, որոնցով կարողացնաս ցավակցել կամ ցավը կիսել, դա երևի թե դա համարյա հնարավոր չի։ Ոչ պակաս իրավիճակում է Վարդանը, հավատացեք, որովհետև մենք հանդիպում ենք ու ես գիտեմ իր հոգեվիճակը, որքանով ինքը իր մեջ առաջերտին իր պատիժը սկսեց կրել, կրում է ու դեռ շատ երկար ժամանակ կկրի։ Այսինքն որևիցե ադմինիստրատիվ պատիժ չի փոխարինի այն պատիժը, որը Վարդանը իր մեջ ինքն իրեն արդեն պատժել է եւ ինքը իր պատիժը կրում է։ Բնականաբար ես այսօր ձեր թույլտվությամբ չէի ցանկանա խոսել մեղավոր չմեղավորության մասին, դա իմ գործը չի։ Դրանով թող զբաղվեն մասնագետները, մի անգամ էլ ընդգծեմ, մասնագետները ու թող զբաղվեն իսկապես բարեխղճորեն։ Ու եթե կգտնվի մեղավոր, ապա պետք է պատժվի անպայման։ Դրա հետ էլ ես երկու կողմով ձեռքով համաձայն եմ։ Ինչ վերաբերում է այսօրվա վիճակին,
Ես հիմա կհայտնեմ իմ անձնական կարծիքը, լինեմ ձեզ հետ մինչև վերջ անկեղծ, ես շատ ուրախ եմ, որ Վարդանը գտնվում է հիմա այնտեղ, որտեղ որ ինքը գտնվում է։ Նախ եւ առաջ ելնելով իր առողջական վիճակից, որովհետև ինքը հսկողության տակ է ու ինքը լավ մասնագետների հսկողության տակ է։ Վարդանը այնտեղ մի կողմից ծանր է գտնվել, մյուս կողմից հեշտացնում է այն փաստը, որ իր կողքը մարդիկ են, որոնք իրեն փորձում են ամեն կերպ սփոփել, ամեն կերպ ասել, որ այսինքն կատարվածը կատարվել է, բայց կյանքը պետք է շարունակվի։ Ու դա շատ կարևոր է, ու նորից եմ ընդգծում, ամենակարևորը, որ ինքը հսկողության տակ է, բժշկական հսկողության տակ, որովհետև Վարդանը մինչև այսօր ունի բավականին առողջական խնդիրներ, որոնց հետ դեռ պետք է միակ բանը, որ ինձ անհանգստացնում էր ամբողջ այս ընթացքում, դա այն աժիոտաժներ, այն աղմուկներ, որը բարձրացավ այս գործի շուրջ։ Այսինքն չբարձրանալ չէր կարող, ես դա եմ շատ լավ հասկանում, բայց այն ձևով, ինչպես որ ինքը բարձրացավ, ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև մենք բոլորս ավելի բարդացրեցինք իրավիճակը, քան ինքը կար իրականում։ Ու եթե այսօր չեն կարողանում ստեղծել հանդիպման եզրեր տղաների բարեկամների հետ ու նաև այդ աղջնակի, որը դեռ նույնպես մեծ առողջական խնդիրներ ունի, դեռ կազդուրվելու երկար ճանապարհ ունի, ապա նաև դրա բոլորի այդ ամենի մեղքը կրկին մերն է։ Մենք չստեղծեցինք բոլոր այն պայմանները, որ կարողանանք հանդիպել մեկս մյուսի հետ, նայել իրար աչքերի, մի կողմը հայտներ իր ցավակցությունը եւ սփոփանքը մյուս կողմին եւ մյուս կողմն էլ իր ցավը մի կերպ տանելով կարողանար հասկանալով մոտենալ մյուս կողմին, այդ դա էր ամենակարևորը։ Ես չէի ուզի գնահատական տալ փաստաբանների աշխատանքին, ոչ մի կողմի, ոչ մյուս կողմի։ Ես այդպես չէի սպասում, միայն դա կարող եմ ասել, թե ինչ կլինի հետո ցույց կտա երևի թե դատը, բայց ուզում եմ հուսալ, որ բոլորով առնչություն ունի տվյալ գործին, ի վերջո կհասկանան, որ ամենակարևորը չկար միտում, չկար իմ ընկերոջ կողմից որևէ մեկին ցավ պատճառելու։ Վարդանը այն մարդն է, որը մատից փուշ հանող է, այլ ոչ թե որևէ մեկի մատը ծակող։ Ինքը ունի փշոտ լեզու, բայց այդ պետքական փուշն է, այդ բուժող փուշն է, որը մենք ստանում ենք իրենց բեմից։ Կյանքում ինքը փուշ հանողը, այդ դա է ամենակարևորը։ Ես կուզեի, որպեսզի բոլորը դա հասկանային մինչև վերջ։ Ու քանի որ չկա միտում, քանի որ չկա որևէ այնպիսի քայլ, որը նախապայման լիներ նման բանի, ապա պետք է փորձ կատարվի հասկանալ, մեկը մյուսին հասկանալու։ Ու եթե դրան կարողանանք մենք իրեն ընկերները, բարեկամները, ինչու՞ չէ լրատվամիջոցները, ինչու՞ չէ երկու կողմի փաստաբանները, եթե կարողանանք բերել նրան, որպեսզի գոնե Վարդան ունենա հնարավորություն նայել այդ ծնողների աչքերին, ինչը շատ դժվար է լինելու, դրա համար ուժ է պետք։ Վարդանը ունի այդ ուժը, ես համոզված եմ, իմ ընկերն է, նայելով աչքերին զրուցի, ակամա անգամ եղած դեպքի համար իր ներողությունը բերի, իր ցավակցությունը բերի, իր ցավը բերի, այդ դեպքում ես կարծում եմ մենք կգանք ընդհանուրի ու կունենանք հնարավորություն Վարդանին տեսնելու բեմում։ Եթե չէ,
միգուցե կանցնեն տարիներ, մենք էլի Վարդանին կտեսնենք բեմում, բայց այդ տարիները հիմա եթե խոսենք Վարդան Պետրոսյան քաղաքացի, Վարդան Պետրոսյան դերասան, արվեստագետ, ապա այն շրջանը, երբ որ չենք տեսնելու Վարդան Պետրոսյանին բեմում, դրանից կորցնելու են ձեր երեխաները, իմ երեխաները, այսօրվա սերունդը, ցավում եմ դրա համար, ինքը այսօր շատ է պետք բեմում, շատ։ Խիղճը մեր միջին ռադիոն է, որով Աստված է մեր հետ խոսում։ Քանի դեռ խիղճը ու իր ձենը կան, ուրեմն ամեն ինչ կորած չի, կապը կա Աստծու հետ, ուրեմն հələ մաքուր ենք, իսկ որ խիղճը չկա, ուրեմն վերջ։